Հայաստանի վարչապետը ազգային ժողովի ընտրություններից 2 ամիս առաջ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանին է։ Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում։ Բայց Փաշինյանը անցած շաբաթ շատ հպանցիկ խոսել էր այցի մասին։ Այդ հանդիպումները խնդրում են մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգից որոշ ընդհանուր տեղեկություններ հայտնել էին Կրեմլից։ Հայաստանի վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկայվիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները, մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս դեպքում եւս մանրամասներ չէին հաղորդվել։ Այս փուլում Երևանի եւ Մոսկվայի միջև քննարկվող գլխավոր հարցերից մեկը ռուսական կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղու հարցն է։ Նիկոլ Փաշինյանը 1.5 ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը։ Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու եւ այլ երկրի փոխանցելու Նիկոլ Փաշինյանի պատկերացումը սակայն վրդովվեցրել էր ռուսական կողմին։ Նախ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովանն էր մեջբերեմ տարօրինակ եւ փոքրինչ անընդունելի որակել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեջբերեմ մեկ գիշերում փլուզվել։ Այս արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը թեև ասում էր, որ երկաթուղու կառավարման հարցով Երևանի եւ Մոսկվայի միջև աշխատանքային քննարկումներ են ընթանում, բայց եւ շեշտում էր. չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ կոնֆլիկտային տրամաբանությամբ։ Իսկ անցած 5 շաբթի կրկին հույս ուներ գործընկերային մթնոլորտում լուծել հարցը։ Այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Նկատի ունեմ քննարկում մի քիչ այլ ռեժիմ է, բայց տենց գաղափարներ կան թևածող։ Առաջնահերթություն չկա, որովհետև այդ հարցը դեռ չի քննարկվում ըստ էության։ Տենց ասում եմ, թևածող գաղափարներ կան։ Արդյոք այս հարցը կհանգուցալուծվի այսօրվա բանակցություններից հետո, պարզ չէ։ Վարչապետի այցը տեղի է ունենում նաև մի իրավիճակում, երբ ՔՊԱ-կաններ ու մերձիշխանական գործիչներ պարբերաբար խոսում են Ռուսաստանից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների եւ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ անձամբ էր պնդում, թե Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը գործում են արտաքին ցուցումով։ Նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների բան ունեն, ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք, աշխատեք, քրտնեք։ Արդյոք Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ բանակցություններում կբարձրացնի այս հարցը, թե ոչ, հայտնի չէ։